Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Ճիշտն ասած, ես ամբողջ ընթացքում հասցրել եմ համ ինձանով զբաղվել, ու ինչ է դա նշանակում, երբ որ ինձ անգահարում էին ու հարցնում էին կամ փաստաբանես, երբ որ գալիս էին այցի, հարցնում էին, թե ինչ է ինձ պետք, միակ բանը, որ բոլորին նշել եմ, դա եղել է գիրկը, 20 օրվա հասցրեցի կարտալ, մինչև գրքերս բերեցին, դրա համար 20 օրվա եմ ասում, 20 օրվա հասցրել եմ կարտալ 4 գիրք, նաև մշակել եմ միացնելով նաև իմ տեսլականով, մեր շարժման բոլոր գործողություններ ու նպատակը, բայց դրանց մասին դե իհարկե այս պահին չեմ ուզում բարձրաձայնեմ ու հետաքրքիր նաև պատմություն եղավ, նաև ինձ այցել եկել է փաստաբանական պալատի նախագահ Սիմոն Բաբայանը, որին նույնպես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ հարցը ուշադրության տակ պահելու համար, երբ որ իրեր արդեն, այսպես ասած, հաջող էինք անում, նշեց ինչ եմ ցանկանում, որ ուղարկի, ասեցի գիրք, կներես չհասկացա, ասում չէ, միայն գիրք ես բային, ուրիշ որևիցե բան պետք չի, այդ ընթացքում նաև հասցրել եմ մարզվել ու նաև նշեմ, այս ամեն ինչի ես իմ նաև ուղերձում նշել եմ, որ անհատության մեջ գտնվելով ես հիմա շատ ավելի ազատ եմ, այդ խոսքերը շատ խորքային են, վստահեցնում եմ դա իրոք այդպես էր ու նաև չասեմ նման վայրերում գտնվելը լավ է, բայց իրականում սոցկայքերից հեռու գտնվելը ինձ շատ օգնեց, այսպես ասած, ռեստարտ լինելու համար, ավելի լավ, ավելի թարմ մտքերով գալու համար։ Եթե գաղտնիք չշփվել եք իրենց հետ, իրենք ինչ են պատմում, ինչ էին անում, օրինակ բերման ենթարկվելու պահին։ Քանի որ շատ տեղեկատվություն չունեմ, բայց ում հետ որ հնարավոր եղել է շատ հակիրճ խոսել, նաև այնտեղ ամենայն անկեղծությամբ եմ ասում, վիզուալ երևի, չգիտեմ, 24 հոգի է, կարծեմ ունեինք ձերբակալված, երևի մոտ միգուցե ավելի շատ, 24 շատ, մոտ 15-ի հետ ինչքան շատ հակիրճ զրույց եմ ունեցել, բոլոր իմ մասով իմ տպավորությունը այն է եղել, որ իրենք որևիցե ոչ օրինաչափ արարք չեն կատարել ու նաև շատ դեպքերում ես որտեվ այսպես ասածա իրենց պես կալանավորված չէի խոսում իրենց հետ, այլ նաև որպես այն փաստաբանական մասնագիտական հարցադրումներն էի անում, թե հասկանալ լավ դուք ինչ եք կարեպա, որ բանից ձեզ ձերբակալեցին, ինչ արեցին, վստահ եմ իրենք որևիցե առիթ ու պատճառ չունեին ինձ ցտելու, բայց տղաների հետ ում հետ խոսել եմ, պարզվեց որևիցե մեկը որևէ ոչ իրավաչափ գործողություն չի արել, այս ամենը, ինչպես մի քիչ առաջ նշեցի, ավելի շատ աչք վախեցնելու համար էր։ Շնորհակալություն, կան հարցեր։ Ես ամենայն անգեղությամբ, քանի որ մեկ-երկու օր եմ գտնվում ու արդեն հասանելի է հեռախոսը սոցիալական կայքերը, դա կարող եմ ավելի շատ ոչ թե հստակ այդ հարցին պատասխանել, զարմանալի չի, այն ինչ անում այսօրվա իշխանությունը, այսպես պատասխանեմ, չեմ զարմանում։ Շնորհակալություն, կան այլ հարցեր։ Եթե ոչ, շնորհակալություն գործընկերներ, շնորհակալություն։ Տեսաուղերձը, որը մենք տվեցինք մեր հասարակության այդ թվում, նաև ձեր միջոցով փորձենք հասցնել մեր ժողովրդին, որովհետև դա պարոն Կարապետյանի եւ մեր շարժման հստակ մեսիջն է, երկու ստեղծված իրավիճակի վերաբերյալ։